Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ կրկին ձեզ հետ եմ, որպեսզի այս գարնանային աշխատանքները հնարավորինս արդյունավետ իրականացնենք։ Եկեք այսօր խոսենք սերմերի ցանքի մասին, այսինքն ինչպես պետք է ճիշտ կատարել սերմերի ցանքը։ Նախ, մինչև սերմերի ցանք կատարելը պետք է հասկանանք, թե որ մշակաբույսերը երբ պետք է ցանենք։ Այսօր ես որոշակի քանակով սերմեր եմ բերել ինձ հետ, որոնց ցանք այսօր կկատարենք, սակայն նշեմ, որ կան սերմեր, որոնց ցանքը պետք է կատարել վաղ գարնանը, նրանք ցրտադիմացկուն սերմեր են, կան, որ միջին, այսինքն ապրիլի կեսերից արդեն կարող ենք ցանքը կատարել, եւ կան սերմեր, որոնք երբ որ ջերմաստիճանը ավելի է տաքանում, օրինակ կահամբազգինները, կանաչեղեններից շատերը ցանքը կարող ենք կատարել վաղ գարնանը, ինչպես նաև կարող ենք ձմեռնացան խոր աշնանը։ Հիմա եկեք սկսենք ցրտադիմացկուն բույսերից։ Այստեղ առաջինը, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել, դա մաղադանոսն է։ Նրա ծլման համար բավականին երկար ժամանակ է պետք, միայն 40-50 օր հետո կախված տեսակներից մենք կարող ենք նրանք օգտագործել։ Գանգուր մաղադանոս է, սովորական մաղադանոսից, պետրուշկից ինչով է տարբերվում, որ տերևները շատ հաճելի են, գանգուր են։ Հիմա ինչ ենք անում։ Նախ որքան մանր է սերմը, այնքան ավելի մակերես ենք ցանում, այսպիսի ակոսներ ենք անում, եւ առաջինը մենք տնկում ենք մաղադանոսը շատ դանդաղ, շատ մանր, շատ խիտ ցանկերը պետք չէ։ Իհարկե մաղադանոսի դեպքում, եթե ցանկերը նույնիսկ մի փոքր խիտ լինեն, հետագայում ես ասեմ, որ դուք կարող եք սածիլել, այսինքն հանել եւ սածիլել։ Եկեք ծածկենք սերմերը եւ շատ մի կարեւոր բան եմ ցանկանում ձեզ տեղեկացնել։ Տեսեք, մեր սերմերը գտնվում են այստեղ։ Որպեսզի իմանանք կոնկրետ որտեղ են մեր սերմերը, եկեք մի քիչ թեփ շախտանք։ Եթե ձեր հողը բերի չէ, կարող եք նույնիսկ մի քիչ հասունացած գոմաղ շախտալ։ Այնուհետև շատ ամուր սեղմում եք, տեսեք, շատ ամուր։ Տեսեք, նույնիսկ ձեռով կարող, որ փոս եք գցում, տեսնում եք, այսպես սեղմում եք, որից հետո երբ որ ամբողջությամբ ցանքը ավարտենք կջրենք, ինչ է նշանակում այս սեղմումը։ Եթե մենք կանաչինները ցանկացած չենք սեղմում, չենք ամրացնում հողի մեջ, հողը չենք տափանում, հետեւաբար մեր կանաչինները, ասենք համեմը, մաղադանոսը եւ այլն, նրանց հանգույցները, այսինքն որտեղից որ տերևները դուրս են գալիս, ցողունների հիմքը կմնա օդում եւ անմիջապես մի փոքր անձրևից քամուց նրանք կթեքվեն։ Իսկ երբ որ մենք խորն ենք ցանում, ցողունները լինում են ուղիղ, հաստ եւ ունենում են լավ ապրանքային տեսք։ Ինչու չի կարելի ցանել շաղացան։ Օրինակ, տեսեք, հաճախ բոլորս ցանում ենք սերմեր, որոնք այսպես շաղ ենք տալիս։ Այդ դեպքում նախ բերքահավաքն է դժվար, խնամքն է դժվար եւ նաեւ մենք բավականին կորուստ ենք ունենում սերմի եւ երբ որ փորձում ենք կանաչինները հանել եւ տանել սկսել մաքրել, ապա նրանց մի մասը շատ բարակ են եւ ոչ պիտանի ուտելու համար։ Այս անգամ համեմներն են, որոնք մի փոքր ավելի խոր ենք անում, գիտեք, համեմների սերմը ավելի մեծ է, քան մաղադանոսի, տեսեք։ Ծածկում ենք հողով, կարող եք նույնիսկ ձեռքով, աշխատեք միշտ հագնել ձեռնոցներ, ինչի համար։ Ոչ միայն որ մեր ձեռքերը կարող են վնասվել, այսինքն կոշտանալ, այլ նաև բույսերի համար, այսինքն հնարավոր է որ մեր ձեռքում լինեն ինչ-որ սնկերի վարակներ եւ ինքը անմիջապես մենք փոխանցենք բույսին։ Դրա համար միշտ ունենանք մաքուր ձեռնոցներ, նորից թեփ ենք շաղ տալիս, կամ եթե ձեր հողը աղքատ է, նաև կենսահումուս։ Սա մեզ օգնում է, որպեսզի երբ որ արդեն դուրս գան տերևները, մենք իմանանք, թե որտեղ կարող ենք կանգնել։ Օրինակ, տեսեք, երբ որ մենք շաղացան ենք անում, բացի այն խնամքի աշխատանքները բավականին դժվարանում ենք, իսկ այսպես ոտքերը դնում ենք մեջտեղում եւ արագ քախանում եւ խնամում բույսերը։ Տեսեք, ինչ առավելություն ունի նաեւ այս դեպքում, երբ որ մենք ջրում ենք, տեսեք, ջուրը միանգամից փոսի մեջ ավելի շատ է լցվում։ Կանաչինների հետ կապված
երևի ցրտադիմացկունների հետ այսքանը։ Ես նշեմ, որ տեսեք, այս պահին մենք ավելի ցրտադիմացկուն կանաչեղեն չէ ցանեցինք, բայց իմացեք, որ իրար հաջորդելով դուք կարող եք արդեն ամենատարբեր կանաչեղեն ցանել, իհարկե ամենաուշը պետք է լինի ռեհանը եւ ցիտրոնը։ Նրանք ամենաջերմասեր կանաչիներն են, որոնք մի փոքր վաղ ցանելու դեպքում անպայման չեն ծլի կամ ուղակի հատուկենտ կծլեն։ Այս եղանակը ցանքի վերաբերվում է բոլոր կանաչիներին եւ սրանով եկեք հրաժեշտ տամ, եթե ձեզ կհետաքրքրեն ընթացքում այլ կանաչիներ, այլ բույսեր, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում եւ մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք ձեր հարցերին։